Համազգային հայ կրթական և մշակութային կենտրոնը և Երկիր մեդիան ներկայացնում են։ Ուղիղ 70 տարի առաջ հայրենական տնից հայրենիքից հեռու օտար ափերում աչքերը հավետ փակեց հայոց ցավի և ազատության երգիչը Ավետիս Ահարոնյանը։ Նա հայոց նորագույն շրջանի պատմության ականավոր դեմքերից է, գրական ու հասարակական գործունեությամբ Ահարոնյանն իր կնիքը դրեց ժամանակի հայ մշակութային, ազգային քաղաքական կյանքի վրա։ Ահարոնյանը հայոց վերածնված պետականության, Հայաստանի առաջին հանրապետության հիմնադիրներից է, մեկը նրանցից, ովքեր ժողովրդին արթնացրին դարավոր նիհրից, ցույց տալով նրան ազատության ճանապարհը, ովքեր եղան այդ պայքարի առաջամարտիկը, խոսքը գործի փոխակերպողն ու իրենց կյանքով դարձան օրինակելի հայի տիպար։ Աշխարհի մեջ չկա մի ուրիշ ժողովուրդ, որ այնքան ուժգին, այնքան մտերիմ կերպով կապված լինի իր հողին, որքան հայը։ Ես իմ ազգը չեմ համեմատում ոչ մեկ ազգի հետ, եւ հայը ոչ մեկ ուրիշ ազգի առջև գլխար կհանելու պետք չունի։ Ավետիս Ահարոնյանը ծնվել է 1866 թվականի հունվարի 9-ին Արադ լեռան ստորոտին փռված Սուրմալուի գավառի Իգդիր-Մավա գյուղում։ Հայրը Արաքելը Դարփին էր, իսկ Զարդար մայրը Իգդիրի շրջանի ամենագրագետ ու ուսյալ կինը։ Հենց նա էլ որդուն սովորեցնում է հայոց տառերը, տալիս նախնական կրթություն։ Այնուհետև Ավետիսը ուսումը շարունակում է գյուղի դպրոցում, ապա տեղափոխվում Իգդիրի ծխական դպրոց։ Ավետիքի կրթության վաղ շրջանում կրթության գործում մեծ ներդրում է ունեցել ինչ խոսք Դավիթ Խալանթարյանը, որը Եվրոպայում կրթված մտավորական անձնավորություն է եղել եւ եկել ու աշխատում էր Իգդիրի գավառական դպրոցում, տեսուչներ դպրոցի։ Մի անգամ պատահական իր ընկերոջ կողմից, երբ Միքայել Նալբանդյանի ազատություն բանաստեղծությունն է տալիս ընթերցելու միասին կարդում են, ահա այդ պահից սկսած իր մեջ արտում է հուր, ռայք, նոր է սկսում ըմբռնել կարդացածի իմաստը, իսկ մինչ այդ կրոնական գրականություն նրան գրեթե ոչինչ չէր տալիս, բացի քարոզից։ Խալանթարյանի դպրոցը Իգդիրում դարձավ այն առաջին կետը, որտեղից սկսում է նրա աշխարհայացքի ձևավորումը։ 80-ական թվականների հայ ուսուցիչները մեր վերածնության փառավոր ռահվիրանները եղան։ Նրանց շնորհիվ հին դարերի ստրկության թանձր ու խեղդիչ մշուշն էր ցրվում, եւ աշխարհի ամենեն գեղեցիկ հայրենիքը դրախտանման Հայաստանը բարձրանում էր մեր աչքերի, մեր մատաղ հոգիների առջև հին օրերի իր հերոսություններով, իր առաքինություններով։ Եվ ես մենակ չէի, Կովկասահայ ողջ ուսանող եւ ուսուցանող սերունդն էր այդպես։ Իր իսկ ուսուցչի Խալանթարյանի անմիջական ուղղորդմամբ նա սկսում է ուսանել Էջմիածնի Գևորգյան ճեմարանում, որտեղ եւ որի մասին Ավետիսյանը նույնպես շատ գովասանքի մեծ այսպես արժևորման խոսքեր ունի նշած, եւ նա որպես վարժան դիտարկում է որպես մի տնկարան, որտեղ հավաքվում էին Հայաստանի բոլոր ծայրերից խելացի, գրագետ երեխաները եւ որոնք նաև հետագայում դառնում էին մեր գրականության, մշակույթի, արվեստի, հասարակական կյանքի լավագույն գործիչներ։ Ճեմարանն ավարտելուց հետո Ահարոնյանը մեկնում է հայրենի Իգդիր եւ զբաղվում ուսուցչությամբ։ Այստեղ մանկավարժական աշխատանքին զուգահեռ երիտասարդ ուսուցիչը ծավալում է հասարակական բուռն գործունեություն, իր շուրջն համախմբում երիտասարդ ու եռանդուն գործիչների, նրանց հետ մեկտեղ դառնալով ազատագրական շարժման ակտիվ մասնակից։ Միաժամանակ սկսում է թղթակցել մշակին, արձագանքին եւ նոր դարին, հաճատեղյակ լինելով հայկական գավառներում կատարվող իրադարձություններին, Ահարոնյանը որպես գավառի թղթակից գրում է լուրեր սահմանի այն կողմից հոդվածաշարը։ Իր հոդվածներում Ահարոնյանը կարծես կանխազգում էր արևմտահայությանը սպառնացող վերահասաղետը, ինչը ցավոք իրականություն դարձավ։ 1890-ական թվականներին Սուլթան Համիդը կազմակերպեց զանգվածային կոտորածներ։ Այս դեպքերից հետո Իգդիրում եւ Արարատյան դաշտում հավաքված գաղթական հայության օգնության կազմակերպման համար Ահարոնյանն իր համախոհների հետ ստեղծում է օգնության կոմիտե եւ զբաղվում գաղթականության խնդիրներով։ Նրանց հետ Ահարոնյանը շփվում էր մոդիկից եւ զրուցում էր, հետները իմանում էր թե ամեն մեկը ինչպիսի հանգամանքներում է ուրեմն կարողացել ազատվել կոտորածներից։ Ու նրանց ճակատագրի ողբերգական դրվագների մասին լսելով Ահարոնյանը գրեր առնում նրանց պատմածները, որոնք հետագայում դարձնում են հիմք իր
առաջին արձակ ստեղծագործությունների համար։ Արոնյանի բուրըն ազգային գործունեության հանդեպ անշուշտ անտարբեր չէր նաև ցարական իշխանությունը։ Դիտվելով որպես վտանգավոր հեղափոխական տարր 3 տարի 1896-ից 98 թվականներին նա ենթարկվում է ոստիկանական խիստ հսկողության։ Ուսումնատենչությունը շուտով նրան մղում է Եվրոպա։ 1898 թվականին Ահարոնյանն ընդունվում է Լոզանի համալսարանի պատմափիլիսոփայական բաժինը, ապա դասախոսություններ լսում Սորբոնի համալսարանում։ Սակայն Եվրոպայում գտնվելու հանգամանքը չէր կարող նրան կտրել ազգային կյանքից։ Նա պարտավոր էր իր բազմաշնորհ տաղանդը ծառայեցնել ի սեր հայության ու հայկական հարցի պաշտպանության։ Եվ ահա այս համատեքստում կարևոր էր հայհեղափոխական դաշնակցության հիմնադիրներից մեկի Քրիստափոր Միքայելյանի ուշադրությունը Ահարոնյանի տաղանդի հանդեպ։ Շատ սուր աչք ունեցող, շատ հեռատես ու գրագետ մարդ անմիջապես տեսնում է մեր երիտասարդ Ահարոնյանի մեջ այն լայն գաղափարական այսպես ուժ ունեցող, գրիչ ունեցող անձին եւ իհարկե նրան ներքաշում արդեն շատ չանցած Ժնևում հրատարակվող դրոշակի հետ համագործակցելու։ Նա մի օր եկավ Լոզան, գտավ ինձ, երկար խոսեց, բացատրեց մեր հարցի վիճակը, մեր ժողովրդի կրած ծանր տագնապն ու բեկումը, հավատն ամրապնդելու անհրաժեշտությունը։ Խոսեց, համոզեց, հմայեց ինձ իր թավ ողբերգական ձայնով եւ պարտադրեց փոքրիկ պատկերներ գրել դրոշակի համար։ Եվ առաջին իսկ պատկերի նյութը ինքը տվեց ու գնաց։ Այս տեսակցությունից հետո Ավետիս Ահարոնյանը գրում է Ազատության ճանապարհին պատմվածաշարի առաջին պատմվածքը Խայը վերնագրով եւ ուղարկում այն Քրիստափոր Միքայելյանին, ով չափազանց գոհ է մնում եւ թելադրում է Ահարոնյանին շարունակել նույնանման պատմվածքներ գրել։ 1900-ական թվականները Ահարոնյանի համար եղան գրական առաթունցքի տարիներ։ Նրա ստեղծագործությունները լույս էին տեսնում ինչպես առանձին գրքերով, այնպես էլ հրատարակվում էին Թիֆլիսի մամուլում, հռչակ ու համբավ բերելով նրան եւ որ ամենակարևորն է հայրենասիրության, պայքարի ու ազատության գաղափարներ սերմանում հայ երիտասարդության մեջ։ Գրականության մեջ իր հոգևոր հայրերի Պատկանյանի, Միքայել Նալբանդյանի եւ Ռաֆու օրինակով Ահարոնյանը շարունակում էր հնչեցնել ազգային ազատագրական պայքարի կոչ, իր ստեղծագործության հումքը վերցնելով իրական կյանքից։ Մելիքին ասացին, որ թալանողը Համիդ բեգն է, իր տան եւ օջախի ոխերիմ թշնամին։ Հեվիհև հասնող գյուղացիները պատմեցին լալով, որ Համիդ բեգը նստել է դարավոր կաղնու տակ, հրամաններ է արձակում, իսկ իր հետևորդները քանդում, հրդեհում են գյուղը եւ կոտորում, ով թեթև ընդդիմություն է ցույց տալիս։ Մելիքը լսեց այս սոսկալի գույժը լռությամբ, ինչպես վաղուց դատապարտված եւ գունատ ու խիստ դեմքով նայում էր փախչողներին, ապա գլուխը քաշ գցեց, ճակատը ձեռքերի մեջ առավ, կարծես ամաչելով տեսնել այս խելակորույս հոտանման բազմությունը, որը պատիվ ստացվածք հայրենական օջախ թշնամու ոտքերի տակ դրած իր անար գոյությունը տանում էր քաշ տալով երկրե երկիր։ Մելիքն ամաչում էր եւ իր համար, եւ իր անցյալի համար, իր հոր, իր պապերի համար, որոնք ամենքն էլ հնազանդությունից, ամոթալի հպատակությունից դուրս ուրիշ օրինակ եւ խորհուրդ չեն տվել այս ոչխարանման բազմությանը։ Նա այժմ ատում էր ամենքին, ատում էր իր ժողովրդին, ինքն իրան, իր գյուղը, իր ծառը, իր օջախի դարավոր նվիրական ծառը։ Սուտ է, ամեն ինչ սուտ է, մռմռում էր նա, աղոհացն էլ սուտ է, ճգնավորն էլ, սուրբն էլ, հավատն էլ, օրենքն էլ։ Եվ նա դուրս քաշեց հին օրերի սուրը, որ վաղուց էր քնել իր պատյանի մեջ, կատաղի ուժով խփեց ձիուկողերին եւ ապուշ կտրած բազմության միջից սլացավ դեպի գյուղ։ 1902 թվականին Ավետիս Ահարոնյանը վերադառնում է Թիֆլիս եւ հանդես գալիս նաեւ որպես ճանաչված հասարակական քաղաքական գործիչ, դաշնակցության ակտիվ անդամներից մեկը։ 1907 թվականին հայկական պատվիրակության կազմում նա մասնակցում է Հաագայի խաղաղության կոնֆերանսին, ներկայացնում հայկական հարցի լուծման խնդրագիրը։ Համաժողովը իհարկե արդեն չընդունեց պատվիրակությանը, պատճառաբանությունները տարբեր էին, սակայն այն ունեցավ որոշակի նշանակություն։ Նախ եւ առաջ Ահարոնյանին հաջողվեց տեսակցել Ֆրանսիայի հայտնի պետական հասարակական գործիչների հետ, անձնական շփումները, նրանց հետ բանակցությունները կոնկրետ
հանդիպումները տվեցին այն փորձառությունը, որը նշանավոր գրողը հետագայում օգտագործեց իր կոնկրետ դիվանագիտական աշխատանքներում։ 1907-ից 1909 թվականներին Ահարոնյանը կրկին լուսավորության գործի մեջ էր, լինելով այնպիսի նշանավոր հաստատության տնօրեն, ինչպիսին Թիֆլիսի Ներսիսյան դպրոցն էր։ Այս տարիներին նրա ջանքերի շնորհիվ եւ հայ մեծահարուստ Ալեքսանդր Մանթաշյանի դրամական աջակցությամբ կառուցվում է Ներսիսյան դպրոցի նոր շենքը։ Լինելով հայության նաև դաշնակցության միջավայրում հանրաճանաչ եւ հեղինակավոր գործիչ, նա մշտապես գտնվել է ազգային, հասարակական ու կուսակցական քիչ թե շատ կարևորություն ունեցող գրեթե բոլոր իրադարձությունների թոհուբոհի մեջ։ Ուստի պատահական չէր, որ 1909 թվականի մայիսին հայտնի դաշնակցության գործի շրջանակներում բազմաթիվ հայ գործիչների հետ բանտարկում են նաև Ավետիս Ահարոնյանին։ Եթե պատկերավոր խոսենք դաշնակցության եւ դրա գործիչների մասին, ապա առաջին տեղում պետք է դնել կազմակերպիչներին, այնուհետև ֆիդայինների շարանը, իսկ ամենավերևում արծվի պես թևերը փռած կանգնած է Ավետիս Ահարոնյանը, որի փետուրներից արյուն է ծորում։ Բանտարկված Ավետիս Ահարոնյանին ազատելու խնդրանքով Եվրոպայի մի շարք անվանի մտավորականներ դիմում են Ռուսաստանի վարչապետ Ստոլոպինին, ով վերջապես տեղի է տալիս ու 20,000 ռուբլի գրավի դիմաց 1911 թվականին բանտից ազատում նրան։ Ահարոնյանը գրավով ազատված այլ մտավորականների Ավետիք Իսահակյանի եւ Գարեկին Խաժակի հետ գաղտնի անցնում է ռուս-թուրքական սահմանը, լինում Արևմտյան Հայաստանում, ապա Կոստանդնուպոլսում մասնակցում Հոյիդա 5-րդ ընդհանուր ժողովին, այնուհետև անցնում Եվրոպա։ Իր հանդեպ քաղաքական հալածանքների վերացումից հետո վերադառնում է նորից Թիֆլիս ու զբաղվում ակտիվ հասարակական քաղաքական կյանքով։ 1917 թվականի աշնանը նա մասնակցում է Թիֆլիսում կայացած հայոց համախորհրդակցությանը։ Հոկտեմբերի 16-ին գումարվեց Հայոց ազգային խորհրդի անդրանիկ նիստը, խորհրդի նախագահ ընտրվեց Ավետիս Ահարոնյանը, քարտուղար Նիկոլ Աղբալյանը։ Երկուսն ժամանակի ճանաչված հասարակական, քաղաքական եւ գրական գործիչներից էին եւ ներկայացնում էին հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցությունը։ Ավետիս Ահարոնյանը մեծ վարկանիշ ուներ եւ նաեւ ընդունելի գործիչ էր ոչ միայն դաշնակցականների շրջանում, այլ նաեւ մյուս կուսակցությունների եւ ամենևին պատահական չէր հենց նրա ընտրությունը։ Ազգային խորհուրդը հետագայում իրերի բերումով հատկապես հոկտեմբերյան հեղաշրջմանը հաջորդող շրջանում դարձավ հայության գլխավոր քաղաքական ուժը եւ Հայոց ազգային խորհուրդը նաեւ այն մարմինն էր, որը թուրքական արշավանքներից հետո եւ այնուհետեւ անդրկովկասյան Սեյմի փլուզման արդյունքում հռչակեց Հայաստանի Հանրապետության անկախությունը եւ այդ կարևոր իրադարձություններին իր անմիջական մասնակցությունն էր բերում Ավետիս Ահարոնյանը։ Հենց նա էր, որ 1918 թվականի մայիսի 30-ին գումարված Հայոց ազգային խորհրդի արտակարգ նիստում ընթերցեց խորհրդի հայտնի հռչակագիրը, որը ընդունված է համարել Հայաստանի անկախության ակտը։ Այդ շրջանի ամենախրթին եւ դժնդակ հարցերը իր լուծումը վերապահվում էր Ահարոնյանին եւ պատահական չէ, որ Բաթումի պայմանագրի ստորագրումից հետո, երբ որ քննարկվում էր դրա վերանայման հնարավորությունը, գերմանացիների առաջարկով Կոստանդնուպոլսում նախատեսվում էր հունիսի 25-ին առանձին կոնֆերանս գումարվեր, որին պետք է մասնակցեին քարյակ դաշինքի անդամ երկրները եւ Կովկասյան 4 պետությունները՝ Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի Հանրապետությունը եւ նաեւ Լեռնականների Հյուսիսկովկասյան այդ հանրապետության պատվիրակությունները։ Հայոց ազգային խորհուրդը հունիսի 12-ին գումարված նիստում հայկական պատվիրակության նախագահ ընտրեց Ավետիս Ահարոնյանին։ Այստեղ կարևոր դեր ուներ նաև Ահարոնյանի ոչ միայն կերպարը, պատրաստվածությունը, նաև լեզվայմացությունը։ Քանի որ բանակցությունները ենթադրում են, որ պետք է անցկացվեն նաև ֆրանսերեն լեզվով։ Իսկ ինքը ուսումնառության տարիներին Եվրոպայում բնակվելու տարիներին հրաշալիորեն տիրապետում էր այդ լեզվին։ Ահարոնյանի գլխավորած պատվիրակությունը Պոլսում մնաց մինչև 1918 թվականի նոյեմբեր եւ որևէ արդյունք չգրանցելով վերադարձավ Երևան։ Այդ օրերին քննարկվում էր 1919 թվականի հունվարին Փարիզում հրավիրվելիք խաղաղության վեհաժողովին մասնակցելու համար Հայաստանի Հանրապետության կողմից պատվիրակություն ուղարկելու հարցը։ Այստեղ կրկին առաջ քաշվեց Ահարոնյանի թեկնածությունը, ինչն արժանացավ հավանության եւ
1919 թվականի հունվարին նրա գլխավորած պատվիրակությունը մեկնեց Փարիզ։ Այստեղ էր գտնվում նաև ազգային պատվիրակությունը Պողոս Նուբար Փաշայի գլխավորությամբ, որն ուներ տարաձայնություններ Ահարոնյանի պատվիրակության հետ։ Ավետիս Ահարոնյանին սպասվում էր ծանր աշխատանք, համոզել ոչ միայն եվրոպական տերություններին ընդունել հայանպաստ որոշում, այլև հենց Պողոս Նուբարին ճանաչել Հայաստանի Հանրապետության իշխանությունը եւ նրա օրինական պատվիրակությունը, համաձայնել ընդհանուր եւ իրատեսական պահանջներ ներկայացնել հայկական հարցի լուծման համար։ Նախ սկզբից դժգոհությունը պատվիրակությունների մեջ ծրագրերի հետ կապված էր, հայտնի էր, որ Պողոս Նուբարը առաջարկում էր Կիլիկիայի հետ մեծ Հայաստանի առաջարկը եւ դեմ էր, որ Հայաստանի Հանրապետության հիմքի վրա ձևավորվել մեծ Հայաստան, այլ առաջարկում էր կոնկրետ հենց Արևմտյան Հայաստանի հենքի վրա Արարատյան Հանրապետությունը միավորվի եւ իբրև վարչապետ իրեն էր տեսնում այստեղ Փարիզում, իսկ փոխվարչապետը պետք է նստեր Երևանում։ Այս բանակցությունների ընթացքում իհարկե պատվիրակությունը, ինչպես գրում է Ահարոնյանը, նպատակ ուներ թեկուզ նախագահի պաշտոնը զիջելու կոնկրետ Պողոս Նուբարին, իսկ ինքը ներկայանալու որպես փոխնախագահ, բայց ծրագրերը միացնելու նկատառումով եւ իրոք հաջողվում է այս ծրագրերը միավորել եւ դրանում Ավետիս Ահարոնյանի դերակատարությունը չափազանց մեծ է, նա գնում է զիջման որոշակի եւ գտնում է, որ դա ավելի ճիշտ էր եւ տեղին տվյալ պարագայում դաշնակից երկրներին միասնական ծրագիր ներկայացնելու հարցում։ Պատահական չէ, այսինքն Ահարոնյանին այն հարգանքը, վստահությունը Ահարոնյան նկատմամբ, որ գոյություն ուներ Հայաստանի Հանրապետության ղեկավարության շրջանում, դրա վկայություններից մեկն էլ նա էր, որ 1919 թվականի խորհրդանական ընտրություններից հետո օգոստոսի 5-ին, երբ որ խորհրդարանը իր նիստում Ահարոնյանին ընտրեց Հայաստանի պարլամենտի նախագահ։ Ինքը այդ պաշտոնին մնաց մինչև նոյեմբերի 4-ը, երբ որ ազատվեց պաշտոնին եւ իրեն փոխարինեց Հովհաննես Քաջազնունին։ Այսինքն խնդիր էր դրվում, որ իրեն նաեւ առավելապես մեծ լիազորություններ տալ եւ իր կշիռը մեծացնել Փարիզում ընթացող բանակցությունների ժամանակ։ Ամիսներ շարունակ ծանր ու դժվարին բանակցություններ էր վարում Ավետիս Ահարոնյանը մեծ տերություններ ներկայացնող պատվիրակությունների ու նրանց ղեկավարների հետ։ Նրանք ամենքն էլ ունեին իրենց գերակա շահերը եւ այդ գլոբալ խնդիրների մեջ ամենևին էլ ցանկություն չկար փոխհատուցելու հայությանը առաջին աշխարհամարտում կրած անօրինակ տանջանքների ու դաշնակից երկրներին սատարելու դիմաց։ Այնուամենայնիվ 1920 թվականի օգոստոսի 10-ին Սևրի պայմանագրի ստորագրումով թվում էր հայկական երկու պատվիրակությունների տարած մեծ աշխատանքը պսակվում էր հաջողությամբ։ Այդ օրն Ահարոնյանն անասելի ցնծության մեջ էր։ Կյանքիս ամենաերջանիկ օրն է այս։ 30 տարվա պայքարս, բողոքս, տառապանքս ու հույսերս պսակվեցին փառավոր հաջողությամբ։ Թուրքական դաշնակիրը ստորագրվեց եւ բոլոր դաշնակից պետությունների համաժողովն այսպիսով հռչակեց միացյալ անկախ ազատ Հայաստանը Սևրի սրահում։ Իհարկե, նա մինչև վերջ պայքարում էր Սևրի պայմանագիրը ճանաչելու առումով եւ այն իրագործելու համար։ Պետք է նշել, որ դրանից հետո եղած դեպքերն ու իրադարձությունները մեկ անգամ եւս հաբացուցեցին, որ մեծ տերությունները որոշակի նպատակադրում ունեին եւ հետամուտ չեղան Սևրի փաստորեն ծրագրի իրագործմանը։ Լինելով գրչի մարդ, Ահարոնյանը թողել է ոչ միայն գրական ստեղծագործություններ, այլև բազմաթիվ նամակներ, զեկուցագրեր եւ իր հայտնի օրագրությունը, որը հետագայում հրատարակվեց 1943-ին Բոստոնում եւ այնուհետեւ վերահրատարակվել է նաեւ 1991 թվականին Երևանում, Սարդարապատից մինչեւ Սևր եւ Լոզան։ Այստեղ ներկայացված է հայկական հարցի շուրջ իր բանակցությունները, քննարկումները 1919 թվականի հունվարի վերջերից մինչև 1923 թվականը։ Բացի այս ընդարձակ օրագրությունից Ահարոնյանից մեզ են հասել հարյուրավոր նամակներ, որոնք Հայաստանի առաջին հանրապետության պատմության ուսումնասիրության եզակի աղբյուրներ են։ Ավետիս Ահարոնյանը հետագայում եւս հետամուտ եղավ հայկական հարցի լուծմանը, փորձելով ինչպես Լոնդոնի, այնպես էլ Լոզանի խորհրդաժողովների ուշադրությունը հրավիրել այդ խնդրի վրա։ Սակայն այդ բոլոր ջանքերն անցան ապարդյուն։ Լոզանի խորհրդաժողովում վերջնականապես թաղվեց հայկական պահանջների հարցը։
Այսքանից հետո ըստ էության Ահարոնյանը կրկին հույսը չէր կտրել եւ հավատում էր, որ մի օր մեծ տերությունները կըմբռնեն իրենց սխալը եւ համայն հայության փայփայած երազանքը իրականություն կդառնա։ Այդ մասին է վկայում նաեւ այն բացառիկ ձայնագրությունը, որ պահպանվել է մեծանուն հայից։ Սիրելի հայրենակարոտ, հայրենագիտներ, այս նոր տարու հանդիսավոր ժամին վերուշենք մեր հայրենիքը, որ այսօր հակառակ իր անցյալ փայլուն խաղաղության դարձած է անապատ ու խոփան թուրքերի ձեռքից, չմոռանանք մեր պայքարները, որ մղեցին մեզ դաշնակիցների կողքին մեր ազատության եւ մեր անկախության համար, չմոռանանք այն ողբերգությունը, որ նրան հետևեց։ Թողնենք ազգերին վերհուշել շարունակ մեր տադը, որոնց խստանքի առջև նա կանգնած է որպես կոթող։ Թող Ամերիկան հիշի շարունակ ազնիվ եւ մեծ Ամերիկան, որ իր նախագահներից մեկը մեր պետության սահմանները արել կատարեց, եւ մենք հիշենք, որ մենք ենք, որ պետք է մեր պետությունը եւ մեր երկիրը ազատագրենք մեր ճիքերով եւ մեր կամքով։ Այս է իմ նոր տարվա ցանկությունը։ Իմ գրական դպրոցը հայ հայրենիքը եւ առհասարակ մարդկային ցավն ու տառապանքն է։ Ինձ համար մարդկային ամեն էակ գերագույն նպատակ է եւ ոչ միջոց։ Եվ իր կյանքի ցավագին հեղեղումները բարձրագույն արժեք, որ կարող է գեղեցկացնել ամենադժվարահաճ արվեստը։ Անշուշտ Ահարոնյանը ի վերուստ ծնված էր գրող, սա էր նրա կոչումը։ Նրա պայքարի զենքը գրիչն էր լինելու։ Հենց գրական մանկավարժական գործունեությամբ էլ նա մտավ մեծ կյանքի հորձանուտ։ Կարծում ենք ավելին պիտի լիներ գրող Ահարոնյանի թողած վաստակը հայ գրականության եւ մշակույթի համար, եթե հասարակական քաղաքական գործունեությունը չխլեր նրանից գրողի թանկագին ժամանակը։ Բայց դրանով հանդերձ այն էլ ինչ տվեց նա որպես գրող քիչ չէր ու բավական էր, որ իրապես նա համարվեր հայ գրականության մեծերից մեկը։ Մեր գրականությունը պետք է ավելի լայնորեն ուսումնասիրի Ավետիս Ահարոնյանի գրական մեծ վաստակը, ավելի լավ ճանաչի եւ գրողին եւ մարդուն։ Իսկ երբ մոտիկից ճանաչենք, կկարողանանք ավելի ճիշտ գնահատել նրա տեղը հայ գրականության ընդհանուր շղթայի մեջ, առանձնացնել նրա ժառանգությունից այն, ինչ այսօր էլ կարող է խոսել մեր ժամանակի եւ մեր սրտերի հետ։ Ավետիս Ահարոնյանը գրական ասպարեզ մտավ իբրև հայոց ցավի եւ ազատության երգիչ։ Արևմտահայության իրականության արհավիրքները պատկերող նրա վեպերն ու վիպակները լայն արձագանք էին գտնում ընթերցողների շրջանում։ Ուտմ կաթ, ֆալակ վուրղունի, նորածինը, փշուրը մխած առաջին շրջանի ստեղծագործություններին տարիներ անց փոխարինելու եկան ազատության ճանապարհին շարքի նոր գործերը՝ խայը, վազրիկ, այրունոտ թթխմոր, հազրե, որոնք ողբերգականի եւ հերոսականի յուրահատուկ խառնուրդ լինելով խորքում ըմբոստության ու ցասման հրաբուխ ունեին։ 1000 տարիների արյունի մրախուղի միջից դու քայլում ես անհող դողտ, ամառ ու վսեմ, դեպի մի վեհագույն, մի սքանչելի նպատակ։ Քայլում ես հևի հև, վիրավոր, խոշտանգված, քայլում ես դեպի այնտեղ, ուր մղում է քեզ քո անօրինակ ճակատագիրը, եւ դու հեծեծանքդ խեղտած, քո հսկա ցավը կրծքիդ տակ շղթայած, մենավոր ու հալածական գնում ես անշեղ խավար ճանապարհներով, հայացքդ միշտ դեպի հեռուն, ուր ծածկվել է արշալույսը, որ պիտի ծագի մի օր, արգանք։ Անվանի քննադատ Հակոբ Օշականը անդրադառնալով Ահարոնյանի արձակին նշանակալի էր համարում նրա ներդրումը 1895-96 թվականների ողբերգական ու հերոսական իրադարձություններին եղալրեստորեն արձագանքելու եւ իմաստավորելու գործում։ Այդ ասպարեզում նա գրողի ստեղծագործական նվաճումն է համարում ազատության ճանապարհին ժողովածուն։ Իրոք ցնցող պատկերներով, որոնցում արդեն չկար այն Ահարոնյանը, որը պատկերում էր ողբ ու լաց, չկար այլևս այն գաղթականության տարած զրկանքները պատկերներում, այստեղ արդեն ըմբոստացումն էր։ Այս շարքը արդեն տալիս էր ճանապարհ,
Դրա համար ազատության ճանապարհին շարքը ոչ միայն գեղարվեստական պատկեր է, այլև ծրագրային կարելի է համարել իր ստեղծագործական շղթայում։ Ազատության ճանապարհինը մեր ձյուցազնամարտին գեղեցկագույն հիշատակարանն է։ Հայրենանվեր գրականությանմը հասարակությանց մեջ փառավոր բարձունքն է, ուր աչքերը կսիրեն հանգչիլ հպարտությամբ։ 100 հազարներով նահատակներում մաքուր արյունով կարմրած մեր ձյուցազներուն անմահ անձնվիրությամբ թրթռուն այդ գիրքը լավագույն գոհարն է, զոր կրնանք սիրտի հանգիստով դնել մեռելներուն անծիր գերեզմանին վրա։ Մեր սուքին մեջ կերպով մխիթարված այդ հանկագին ընծային ընձեռած հպարտ խաղաղությամբ։ Այժմ ականջնիր, յուրաքանչյուր փշրված հասկ, տրորված ծաղիկ, բողոքում է քո դեմ, քո խաղաղ, անձնուրաց, արյունաքամ առաքինության դեմ, որ քո շուրջը ոչ ոք չի հասկանում, ոչ ոք չհասկացավ երբեք։ Այդ առաքինությունը, որքան եւ վսեմ լինի նա, թող այն աստվածներին, ոտքի ել եւ զարկ, զարկուժգին, ողջ աշխարհն է զարկու։ Վայ նրան, ում առաքինությունը մարտական չէ, ում բռունցքը չի բարձրանում հարվածելու արյունածարավ անողորմ թշնամուն։ Դարձյալ հարգանք քեզ, հարգանք քո արյունին, քո ցավին, քո լաց ու արցունքին, հարգանք նույնիսկ քո մեծ հավատին դեպի բարու հաղթանակը, բայց բավական է, դարերի հարգը թող դարերը տանեն, թշնամին չափազանց անողորմ է, բիրտ ու ոճրագործ, որպեսզի համբերությունը շարունակի առաքինություն մնալ, վեր կաց ու զարկ ուժգին, եւ թող 1000 տարիների մեռելների ոսկորները դողան հարվածներիդ շանթից։ Զարկ, երբ հալածում են քեզ, զարկ, երբ փակում են քո փառավոր ընթացքը, զարկ, երբ մերժում ու հեգնում են քո պարզած ձեռքը, զարկ շարունակ, մինչև կարմիր ոճրի նողկալի քրքիջը խեղդվի, մինչև արդարության ու ճշմարտության վսեմ գործը հաղթանակի, եւ այն ժամանակ հավատա, նահատակ ժողովուրդ, արյուն արբու թշնամիտ անգամ ծունկ կչոքի ու կկոչի հարգանք քեզ։ Ահարոնյանի գրական ժառանգությունը մեր ազատագրական պայքարի մակարոնների ոգու դրսևորումն է։ Հայ նշանավոր գրող Համաստեղը պնդում է, որ հրավուց հետո Ավետիս Ահարոնյանը հղկեց գրական լեզուն, որն ավելի նրբացավ, ոչ միայն առավ գույն ու երևակայություն, այլև առավ երաժշտություն իր ինքնուրույն ոճին ու մտածումին հետ, այնքան, որ Ահարոնյանի հայ լեզուն իր արվեստին կեսն էր։ Ահարոնյան Անդրանիկ համադրությունը տանելով Համաստեղը եզրակացնում է. Եթե գրագետ չլար, այն պիտի քալեր Հայաստանի լեռներեն որպես ֆեդայի, ինքզինքը զոհելու հայ ժողովրդին։ Ահարոնյանիմը եւ կամ Անդրանիկիմը դերերը նույնը եղած են մեր ազգային գոյության պայքարին մեջ։ Ավետիս Ահարոնյանը ազատության ճանապարհին ժողովածուն զետեղված հազրեմ պատմվածքում մեր գրականության մեջ արձակի ասպարեզում պատմվածքի ժանրում մասնավորապես ստեղծում է առաջին անգամ Անդրանիկի կերպարը։ Պոեզիայում առաջին անգամ Անդրանիկի կերպարը ստեղծել է Սիամանթոն, իսկ պատմվածքի ժանրում ահա ստեղծում է Ավետիս Ահարոնյանը։
այս պատմվածքը նա փաստորեն գրել էր հենց Անդրանիկի պատմած Սասունցի մի կնոջ մասին պատմությունը նկատի ունենալով։ Պատմվածքում նա ստեղծել է նաև, ինչպես ասացի, Անդրանիկի կերպարը, որին երազում էր հանդիպել Սասունցի Հազրեն։ Չարաբաստիկ ու հերոսական 95 թվին ռես գրքոյի հետ էր նստել վերգացել ասում էր ինքը։ Իսկ մուշում Սասունցի կանանց հետ թուրք ոստիկանների գլխին առաջին քարը ինքն էր գցել, այդ փաստ էր։ Հա, Հազրե, այդ չորացած ձեռներովդ մեկ էլ երբ պետք է վարես գեղը, հարցնում էին կանայք կատակով։ Այ, երբ սարերի ասլանը գա ու նշանանի, կվարեմ։ Սարերի ասլանը Անդրանիկն էր, որքանի տարիներից ի վեր Սասնա սարերում հսկում էր ժայռերի վրա թառած ժողովրդին։ Անդրանիկին տեսել ես։ Չէ։ Երբ պետք եղավ գոմերը վարել, նա կերևա, ու երբ երևա, ես կտեսնեմ իմ տղային ջանին մոտա։ Այ սևը քեզ տանի գլխակեր Հազրե, էդ էր պակաս։ Սևը դուշմանիս տանի, ես ափսոս չեմ։ Մեկ Սասուն, մեկ Անդրանիկ, մեկ էլ Հազրե։ 1923 թվականից հետո Ավետիս Արոնյանը հիմնականում զբաղվել է գրական ստեղծագործական աշխատանքով։ Նա իր արձակ երկերի նոր հերոսներով շարունակում է վեր պահել ազգային արժեքները, կարևորել հայրենի ավանդույթների հետ կապը, աշխարհի հետ հայ մարդու առնչությունները։ Նրա սփյուռքյան շրջանի ստեղծագործություններում առանձնանում է Փարիզում լույս տեսած Իմ գիրքը ինքնակենսագրական երկը։ Այս տարիներին նրա մի շարք գործեր տպագրվել են Բոստոնի հայրենիք ամսագրի էջերում ու առանձին գրքերով։ Այս շրջանում, սփյուռքյան շրջանում, Արոնյանը գրեց նաև իրեն լավացանոթ հայ ժողովրդի պատմական ճակատագրում որոշակի դերակատարություն ունեցած մարդկանց մասին, խոսքս Հրիստապոլ Միքայելյանի եւ Անդրանիկի մասին է։ Սփյուռքայության բեկորները արդեն Չարաբաստիկ կոտորածներից հետո աշխարհում մեկ սփռված հայությունը ժամանակաշրջանում Ավետիս Արոնյանի մեջ դրսում երկրից դուրս տեսնում էր մի տեսակ իրեն հոգևոր նեցուկի, պաշտպանի, իրենց հույզերի արտահայտիչի, որոնց իրենց մտահոգությունները դեռ կար երկիր, օջախ, տուն վերադառնալու այսպես անհույս եւ անզուսպ ցանկություն։ Եվ տեսնում էին Ավետիս Արոնյանի մեջ, որտեղ էլ նա քարոզեր, դրսի հայը միշտ էլ մոտեցել է, երբ ենք վերադառնալու տուն։ Արոնյանի հայրենանվեր ստեղծագործական բեղուն գործունեությունն ընդհատվում է 1934 թվականի փետրվարի 11-ին։ Ինչպես վկայում է որդին Վարդգես Արոնյանը, գրողը 1928 թվականին մի թեթև կատված էր ունեցել եւ բժիշկները խորհուրդ էին տվել խուսափել երկարատև աշխատանքից ու հուզումներից։ Բայց ահա 1934 թվականին Բեյրութի հայկական ճեմարանին օգնություն մատուցելու համար Արոնյանն առաջարկում է մի հանդես կազմակերպել Մարսելում, որին խոստանում է անձամբ մասնակցել։ Անտեսելով մտերիմների հորդորները նա գնում է Մարսել, այստեղ քաղաքի մեծ դահլիճներից մեկում մոտ 2000 հանդիսականների առջև հայ ժողովրդի եւ նրա փառահեղ մշակույթի մասին ոգեշունչ ելույթի ժամանակ նա կատվածահար է լինում։ Իր խոսքում Արոնյանը վստահեցնում էր ունկնդիրներին, որ հայ ժողովուրդն իր մշակույթով է կարողացել պահպանել իր ինքնությունը, իսկ մշակույթը լիարժեք կերպով ստեղծվում է հայրենի հողի վրա։ Մշակույթը հողից է ծնվում, հողն է կերպարանք, բնություն ու դրոշմ տալիս նրան։ Մշակույթը ժողովրդին տալիս է լեզու, գեղեցկություն, ճշմարտություն։ Դարերի ընթացքին մեր ժողովուրդը երկնես եւ լույս աշխարհ բերեց անմատչելի գեղեցկություններ, սրբազան եւ տիտան արժեքներ։ Բայց մենք ցան ու ցրիվ եղած որ երկրի մեջ պիտի դնենք այդ ավանդը, հայ մշակույթը։ Ժողովուրդ հայոց, գիտակցիր, որ սպասման վիճակ է այս։ Հավատա, որ պիտի վերադառնաս քո պապերի, արիարանց քաջերի երկիրը։ Եկել ենք այստեղ չմնալու համար, եկել ենք վերադառնալու համար։ Գիտցիր, հայ ժողովուրդ, որ արժեք ես դու եւ խոսք ունիս ասելու այս նամարդ աշխարհին։
Կաթվածահար վիճակում Արոնյանն ապրեց եւս 14 տարի, այդ ընթացքում առանց ստեղծագործել կարողանալու։ Ասում են, այդպես էլ նա չկարողացավ ամբողջությամբ վերհիշել հայոց այբուբենը։ Հայոց լեզվի ճարտարախոս բլբուլը, ում գրչի տակ մայրենի լեզուն ասես քչքչան արվակ լիներ, ճակատագրի դառը հեգնակով 14 տարի զրկված մնաց խոսք ու գրից, ինչպես իր ժողովուրդն էր զրկվել իր հողից, դարձել կիսամարդ, կիսահայ։ 1948 թվականին նա հավետ փակեց աչքերը։ Ծովածավալ բազմությունը Արոնյանին հողին հանձնեց Փարիզի Պեր-Լաշես գերեզմանոցում։ Այնտեղ, որ հանգչում էին Անդրանիկը, Սողոմոն Թելիրյանը եւ հայ նշանավոր այլ հայորդիներ։ Նրա մահին, ինչպես իր բախտակից շատերի կյանքին, անհաղորդ էր խորհրդային Հայաստանը։ Բուն հայրենիքը, սրբազան լեռան ստորոտին փրված այն երկիրը, որի հոգս ու ցավով ապրել էր ողջ կյանքում։ Գովել նրա սերն ու բնությունը, երազել նրա ազատ ու պայծառ օրը։ Խորհրդային ժամանակաշրջանում ոչ միայն արգելված եղել, այլև խորհրդահայ գրականագիտության կողմից ամեն ինչ արվել է մերժվելու, եւ դրա համար հիմք է Ավետիս Ահարոնյանը եւ նրա գրական վաստակը, որպեսզի եւ մեր ժողովուրդը, սովետական խորհրդային Հայաստանի ժողովուրդը, մեր դպրոցներում, մեր բուհերում ընդհանրապես տեղեկություններ չունեն, շատ հատուկ են, այն էլ զուսպ թաքնված։ Բայց տեսեք ինչ հետաքրքիր բան է ստացվում, անցել է այդ ժամանակաշրջանից 100 տարի։ Գրեթե մեր դարավերջին տեսանք, թե ինչ Արցախյան մեր ազատամարտը ինչ հիմքով առաջացավ։ Եվ ահարոնական այն բոլոր գաղափարները, որոնք ժամանակին արտահայտ են, նրանք երբեք էլ չկորսեցին իրենց արժեքը, ընդհակառակը հիմք ծառայեցին, այսօր լավագույն ապացույցին, թե ինչ դուցազնամարտ տեղ ունեցավ եւ ինչ հաղթանակներ ձեռք բերեցին։ Եթե մենք մի պահ վերադառնանք ժամանակագրական իմաստով, նրա շատ գաղափարներ այսօր էլ խիստ արդիական են։ Կարծում եմ նաև մեր ժամանակներում անհրաժեշտ է տպագրել Ահարոնյանի նամականին, որտեղ դրանք եւ կարևոր աղբյուրներ են եւ պատմաբանների համար եւ բանասերների, հավասարապես հետաքրքիր կարող են լինել նաեւ քաղաքագետների եւ միջազգայնագետների համար։ Ճիշտ է, Ահարոնյանի նամակները անկախ Հայաստանի Հանրապետությունում շատ էր տպագրվել, մոտ 2-3 տասնյակ նամակներ տպագրվել են, բայց դրանք ցրված են տարբեր ամսագրերի էջերում եւ համահավաք չեն եւ ուսումնասիրողի գործը դժվարացում է։ Իսկ բազմաթիվ նամակներ, այդ թվում ինքնագիր նամակներ, որոնք պահպանվում են Հայաստանի ազգային արխիվում, գրականության եւ արվեստի թանգարանում եւ նաեւ բնականաբար առավել մեծ քանակ Բոստոնի Հոյդա կենտրոնական այդ գրադարան արխիվային պահոցում հրատարակված չեն եւ դրանց հրատարակում իսկապես մեծ ներդրում կլինի եւ Ահարոնյանին վերաբերող ուսումնասիրությունները մի նոր մակարդակի կբարձրանան։ Ես հավատում եմ, հայ ժողովուրդ, քո դարձին, ինչպես հավատում եմ, որ ամեն առավոտ արշալույսը կբացվի։ Հավատում եմ, Վասնզի կամրջնկեց Արաքսի ափերին, Մասիսի խորհրդավոր հայացքի տակ մեր հայրենիքը կա, որ մեր թրթրացող հոգին է բռնել իր մայրական քնքուշ ձեռքերի մեջ եւ ակնդետ ու խռովահույս նայում է ճամփաներին։ Եվրոպական գիտական շրջանակներում հայտնի հայ պատմաբան Նիկողայոս Ադոնցը Ահարոնյանի Հոբելյանի Արթիվ Սորբոնի համալսարանում արտասանած ճարի ժամանակ խոսելով Ահարոնյանի գրական վաստակի մասին ասում է. նրա բովանդակությունն է պաշտամունք հայ ժողովրդի եւ հայրենիքի, փառաբանություն վսեմ եւ ազնիվ գաղափարների, ամենեն առաջ ազատության, արդարության, ճշմարտության, անձնվիրության։ Մի գրականություն, որ պիտի մնա մեր պատանեկության սեղանի վրա ընդմիշտ իբրև բարձր մտքերի եւ մաքուր զգացմունքների շնչարան։ Ահարոնյանի հատորները պիտի կրթեն եւ ազնվացնեն սերունդները, պատվաստելով ասպետական ոգի, հանուն հայրենիքի բարօրության, ներշնչելով սեր դեպի հայ ժողովուրդը, հայ հայրենիքը եւ նրա հրաշակերտ բնությունը։ Հուսանք այդպես կլինի եւ մենք այսօր կարևոր առաքելություն ունենք Ահարոնյանին հայ պատանու սեղան վերադարձնելու համար։ Նրա մեծածավալ ժառանգությունից ընտրել այն պարզն ու մատչելին, որ միանգամից գրավի հայ մատաղ սերնդին, լցնի նրա հոգին հայրենասիրության կրակով։ Ահարոնյանը մեր սեղանին չէ եւ սա է մեր մեծ թերացումներից մեկը։ Հանուն նրա պայծառ հիշատակի, հանուն մեր ապագայի Ահարոնյանի գործերը պիտի դառնան մեր սեղանի գիրքը։ Ճանաչենք ու գնահատենք մեր մեծերին։ Նայել ընկավ վիրավոր, կուրծքը բադրած սիրտներ
խոցված չար թշնամու գնդագից ժերոտ լերանլեր կադագին վարսելացիր սևարցիվ թևերդ բաց լայն թևերդ ու ֆիդայու